Լսի, ուրեմն նախորդի անցյալ տարի բազմիցս ես դիմել եմ ոստիկանություն, դատախազություն, որ արկա է Facebook-ով ապօրինի դեղերի շրջանառություն, այսինքն դեղ չհանդիսացող միջոցների, եւ այդ առումով բազմաթիվ մերժումներ եմ ստացել, հետագայում համակարգելով այս խնդիրը ուղղել եմ գրություններ, տարբեր մարմիններ, ՊԵԿ, աշխատանքի առողջապահության տեսչական մարմին, նաև ազգային ժողով, հանձնաժողով եւ ստացել եմ վերջապես երկար սպասված քրեական գործ, սակայն առ այսօր չկա պատասխանատուն, չկա մեղադրյալ եւ քրեական գործը ձգձգվում է։ Ինչ վերաբերում տուժողներ կա կոնկրետ լիքը մարդիկ կան, որ ես չեմ վեսրել, ես պատվիրել եմ որպես ստուգիչ գնում եմ կատարել եւ չեն վեսրել պոչտայից այդ դեղամիջոցը, բայց լիքը տուժողներ կա։ Այս քրեական գործերը, որ պետք է հարուցվի, ըստ ինձ նույն ձևաչափով են, նույն նոր հանցակազմա, որը մեր տեխնիկական միջոցները կիբեր հանցագործությունների մասով դեռ ունակ չեն իրանք պարզեն, բայց ես ուշադրություն եմ հրավիրում, որ արդեն հարուցված քրեական գործով, որտեղ գործում է հեռախոսի համարը, Vivassel-ի 2 տրամադրել եմ եւ առ այսօր չգիտեն այդ Vivassel-ի համարը ումա պատկանում, ովքեր են զանգե, Ռուսաստանի քաղաքացիներ են, քանի որ քրեական գործը ձգձգվեց, այսօր նույն դեղերի ապօրինի շրջանառությամբ զբաղվում են Հայաստանի տարածքում արդեն իսկ հայտնի մարդիկ։ Հենց որ ես ուղղակի կարճ Ես ավարտեցի։